Հայրենիքի մասին խոսք չի լինում, դնում ենք մի կողմ, հայրենիքը չի քննարկվում։ Յուրաքանչյուր ազգի Մերի մասին։ Յուրաքանչյուր ազգի հայրենիք իր համար մեկն է, որից հետո նոր իր նախընտրած երկիրը, իսկ Ամերիկան ես շատ եմ սիրում իր հնարավորություններով, իր օրենքներով, որը շատ օրենքներ կա, որ կուզենայի նաև կիրառվեր Հայաստանում, սիստեմի հետ կապված, ասենք։ Օրինակ երկու օրինակ կբերեք, որոնք ինչ կանեք։ Օրինակ այստեղից երթևեկության օրենքները սայներ են, ստոպ սայները կտանեի այնտեղ, որ միշտ աչերը բաց են, էդի կտանեի այնտեղ, զիջել այնտեղ, ըստ էի զիջելը կտան այնտեղ, որտեվ զիջելը մի քիչ մեր մոտ խնդիր ունի, շատ խնդիր ունի։ Ստեղի շնորհակալություն, ներողություն, խնդրում եմ բառերը կտանեի, շատ որ հաճախ ստեղ լինում է։ Ու տենց լիքը ստեղի, ասենք, բժշկական սիստեմը կտանե, ինշուրանսները կտանե այնտեղ, ոնց է սիստեմը աշխատում, life insurance-ները մի խոսքով, օրինակ այստեղ ինչքան medical ունես, լիքը բաներ կա, որ ասենք դեղեր կա, հաբեր կան, որ ձրի է, նույն հաջողությամբ նաև բուժումները, բաները ամեն ինչ անվճար է, այդ սիստեմը կտանե, բայց միևնույն ժամանակ էլ հասկանում եմ, գիտեք, խի կարա Ամերիկան իրան թույլ տա, որտեղ ինքը շատ մեծ է։ Իսկ մեր Հայաստանը փոքր է, երկիր է, ինքը միշտ ֆինանսի կարիքը միշտ ունի ինքը, զարգանալու կարիքը միշտ ունի։ Դա համար ոնց որ ասած ավելի շատ մի քիչ կենցաղային օրենքներ կտան այնտեղ։ Հետո այստեղ ինձ դուր է գալի, որ օրենքի դեմ բոլորը հավասար են, ով ուզում է սեղի, ու այսօր կստացի ասեմ, ի դեպ ասեմ, Հայաստանում էլ արդեն ճանապարհային խախտումների հետ կապված, էլի ով ուզում է սեղի, էդին շատ լավ է, այդ արդեն